Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Մարտիրոսյան, խնդրում եմ, ուզում ենք հասկանալ, մի ցինիկացեք, դուք ազգային անվտանգության ծառայության նախկին պետն եք, որ հիմա դուք ձեզ չափի մեջ պահեք, ատոմակայանում ձեր աշխատանքը ձեր պաշտոնը պահելու համար եք, այսպես գրկախառնվում, դուք կողմ եք, որ պիտի Կճոյանով բարեփոխվի, դուք կողմ եք, որ Կճոյանով պարոն Մարտիրոսյան բարեփոխվի եկեղեցին, բարեփոխվի նրանցով, ովքեր համարվում են եկեղեցին ամենաշատը հեղինակազրկողները, քանի անգամ եք ձեր կյանքում պատարագի մասնակցել։ Սա ազգային անվտանգության սպառնալիք չէ, այդ թվում ձեր գործողությունները։ Այսինքն որ հեռախոսը դուք ձեռնով վառնում եք ու գոռում եք, այդ է սպառնում։ Իսկ միգուցե դուք եք սպառնում, երբ որ ապօրինի գործողություններ եք մասնակցում եւ այսօր դուք տեսել եք ապօրինի չի սա, դուք օրենքներ գիտեք, դուք գիտեք որ չի կարելի օծյալ քահանային, դուք ինձ հետ մի խոսեք, դուք դրա իրավունքը չունեք։ Հասկացար իրավունքը Հասկացա առողջի։ Քահանաներին դիմեն, այսինքն դուք բանդային գործողություն չեք տեսնում։ հրավիրում են մի հատ լավ տեղ, եկեք գնանք միասին Լավ տեղ հրավիրեք Փաշինյանին, թող ձեր հաստիքը բանդային գործողություն չեք տեսնում։ Դե ուրեմն դուք ձեզ շապի մեջ պահեք։ Շատ ավելորդ բաներ եք խոսում։ Ձեզ ով է այդ հաստիքի նշանակել ժամանակին։ Շատ ավելորդ բաներ եք խոսում։ Այս ժամանակել եք պատրաստ պատիվ տվել, որ ձեզ գործի նշանակեն։ Այսօր դարձել են բանդա, որ քաղաքացիական պատերազմ եղավ, ԱԱՑ-ն, ոստիկանությունը ինչ են անելու։ Հավատացյալ ժողովրդի դեմ են անում այս խմբակին։ Դուք եք խմբակին մաս եք։ Գալիս եք մեզ, Դուք եք խմբակին մաս եք։ Անիկ ամեց կամասին քիշխոսի։ Դուք ազգային անվտանգության ծառայության տնօրենն եք եղել։ Այս գործողությունները ձեր հետագայում ձեզ պաշտոնավարման մեջ շարունակողները ասել են, որ սա հակասահմանադրական, հակաօրինական, հակաեկեղեցական քայլեր են։ Դուք ինչպես եք բնութագրում այս գործողությունները, երբ որ վարչապետը եկեղեցին կիսում է ակնհայտորեն։ Ձեր մեկնաբանությունը ո՞րն է։ Կարող թողեք մի քիչ շարունակենք, ես ասեմ ավելի հանգիստ։ Ազգային անվտանգության նախկին պետն եք եղել։ Դուք կողմ եք, որ եկեղեցին չուլանա պետություն համարվի։ Հետ եկեք, ձեզ նախ հրավիրեմ, ազգային անվտանգության ծառայություն։